Ավելի քան 11.5 միլիոն դրամի օգնություն թալինցիներին։ Անկախ դիտորդն հազանգում է, որ Թալինի ՔՊԱ-ական համայնքապետը նախընտրական այս շրջանում խախտել է բարեգործության արգելքը։ Դիտորդները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ուղարկել դատախազությանը։ Այս դեպքում ինքը խախտել է եւ ընտրական օրենսգիրքը եւ փաստացի նաեւ թիմ օրենսդրությունը, որովհետեւ օրենսդրությունը արգելում է գումարի տեսքով օգնություններ։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափայանը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ՔՊ ընտրացուցակի 61-րդ համարն է, հետևաբար այս շրջանում իրավունք չունի նաև սոցիալական օգնություն բաժանել բնակիչներին։ Անկախ դիտորդի անդամ Գևորգ Քոթանջյանը վկայակոչում է հենց համայնքապետարանի էջում ապրիլի 27-ին Սափայանի ստորագրած որոշումը։ Ըստ դրա ավելի քան 626,000 դրամ է տրամադրվել 14 տարբեր անձանց կարիքների, սննդի, ջրի, էլեկտրականության ծախսերի դեղորայքի համար։ Ընդ որում օգնությունը ոչ թե ուղիղ բնակչին է փոխանցվել, այլ այդ գումարները տրվել են Էլցանցին, Վեոլիա ջրին, Դեղատանը, իսկ սննդի գումարը անհատ ձեռներեցի, որն էր սնունդ է գնել կարիքավորների համար։ Փաստացի իրավունք չունի տրամադրել եւ այն ինչ օրենքի փաստացի խախտմամբ տրամադրվում է, դա դասվում է որպես այս դեպքում անձի կողմից բարեգործություն։ Դիտորդներն այլ օրինակել են բերում բնակիչներից մեկի համար քաղաքապետարանը որոշել է տուն գնել եւ դրա համար 3 միլիոն դրամ է փոխանցել վաճառողին։ Տվյալ համայնքը բացառիկ համայնքների շարքում է, որովհետեւ մնացած համայնքների դեպքում գոնե ինչ որ ձևով փորձ է կատարվել փոքր սոցիալական աջակցություններ տրամադրել, օրինակ համայնքի հավաքանու միջոցով։ Երկար տարիներ սկսած իբրուտման ժամանակից կար լքված մի հատ ամբուլատորիա Մասարակ յուղում։ Տվյալ հարկացին այդ ժամանակաշրջանից ապրել է այդ տարածք, որտեղ իր գլխին տանիք են։ Իսկ մենք այդտեղ նոր ամբուլատորիա ենք կառուցում, չէ՞։ Այդ մարդը պետքա դուրս մնա։ Հիմա ինչ արեցի, այս ավականու որոշման, մենք այդ գյուղում 3 միլիոն մի հատ հին շենք, մի հատ տուն, որ կառուցվել է 20-30 տարի առաջ, հələ չեն կարել փոխանցում այդ մարդուն։ Պատգամավորի թեկնածու քաղաքապետի խոսքով ոչ մի բնակչի գումար չեն փոխանցել։ Կա տարեկան հաստատված ավականու կողմից գումար եւ այդ գումարը նյութի տեսքով, դեղորայքի տեսքով, ման վարկի տեսքով, տեսեք օրինակ ներկապային ես ունեմ 200-ից ավելի ուսանողներ, որ կես գումարը մենք ենք փոխանցում երթուղուն։ Այսինքն ինչ է նշանակում, պետք է այդ գումարը ասենք այս մի ամիս դանդրությունն է, այդ գումարը չենք փոխանցի։ Տավրոս Սափայանը տարակուսում է, ինչու պետք է դադարեցնի այս շրջանում աջակցությունը, եթե ամեն տարի դա արել են, այս տարին էլ բացառություն չէր։ Օրինակ, անցած տարի գերազանցիկ աշակերտներին Դուբայ էին ճանապարհել։ Այս տարի էլ 8 միլիոն դրամ են հատկացրել 47 գերազանցիկ աշակերտների եւ նրանց ուղեկցող 3 անձանց Վրաստան ուղարկելու համար։ Մյուս տարի էլ հնարավորության դեպքում Միացյալ Նահանգներ կուղարկեն։ Ինձ մարդը ասում է, ես վիրահատության կարիք ունեմ։ Ես ասեմ ինքս համայնքի ղեկավարս, ասեմ սպասեք մինչև ընտրությունը ավարտի։ Թալինի քաղաքապետը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության ներքո։ Վարչապետ Փաշինյանի հետ կաթողիկոսի դեմ պայքարի ակտիվիստներից է, խոչընդոտել էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում նռնորնեքի ծեսը, հասել նրան, որ ծեսը մատուցի կարգալույծ եղած քահանան։ Սափայանը դեկտեմբերին աշխատանքային ժամին նաև Արագածոտնից Էջմիածին էր հասել, մասնակցել Փաշինյանին միացած եպիսկոպոսների ակցիային, բարձրացել էր մայր տաճարի սյուներին, չեր իջնում եւ Մայրաթորի բակում հայհոյանքներ էր հնչեցրել։ Դիտորդներն ակնկալում են, որ իրավապահները կքննեն ու պատասխանատվության կենթարկեն ԿՊԱ-ական քաղաքապետին։ Բարեգործության արգելքը խախտելու համար քրեական օրենսգիրքը 3-ից 6 տարվա ազատազրկում է նախատեսում։ Չեմ կարծում, որ այս ցայտուն օրինակը պետքա ինչ-որ ձևով փորձենք ուղարկել։ Ընտրական խախտումների համար մինչև այս պահը որևէ իշխանականի դեմ վարույթ չի հարուցվել։ Բարեգործության արգելքի խախտման, ընտրակաշառքի հավաքին մասնակցությունը շահագրգռելու հոդվածներով մոտ 2 տասնյակ մեղադրյալներ կան ընդդիմադիրների շրջանում։